Անասնակ էր, բայց անասնակ էր, ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում Հայաստան, Ադրբեջանի տարածքով բեռնատար գնացք է գալիս, ու այն էլ անասնակ էր, անունը դնում են ցորեն են բերում, Ադրբեջանի տարածքով ցորեն են բերում, պարզվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտնում, Վրաստանի միջոցով է գալի Հայաստան, ու այն էլ անասնակ էր, այս կարգի եք խաբում է ժողովրդին, այս կարգի եք հիմարի տեղ դնում է ժողովրդին, սկզբից ասեիք անասնակ կեր ենք բերում, ոչ թե ցորեն ենք բերում, հայ ցորեն ենք բերում, հա Ադրբեջանի տարածքով ցորեն ենք բերում, այդ գնացքը քանի պետություն է անցել, որ հասել է Հայաստան, Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտել այդ գնացքը, ինչ եք մարդկանց հիմարի տեղ դրել, ու այն էլ անասնակեր եք վերել, ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում, 33 տարվա ընթացքում լավ, Հայաստանը ցորեն չեր ներկրում Ղարաբաղից, ես ինչ մի ուրացակ բոլորդ, Գորիս Ստեփանակերտ Գորիս այդ ճանապարհով քանի 100,000 տոննա ցորեն մտած կլինի Հայաստան, հիշեցնեմ, որ Արցախը Հայաստանի պարենային անվտանգության երաշխավորն էր և ապահովում էր Հայաստանի ցորենի պահանջարկի 30-ից 40%-ը, ու այն ցորենը, որ մտնում էր Արցախից Հայաստան, դա հեչ, մոռացվեց, հիմա արդեն տենց Ղազախստանից մեզ ցորեն են տալիս, էդ էր ձեր բերած ցորենը, անասնակ էր, շատ սիմվոլիկ էր, առաջի գնացքը Ադրբեջանի տարածքով այն էլ անասնակ էր, հերիք է այս մարդկանց հիմարի տեղ դնեք, դուք տեղով հիմար լինելով,